Խարկ տիրոջը։ Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրդանեսը առողջությունից չի բողոքում։ Լավ եմ ասում է, թեև դեռ մեկ միջամտության կարիք էլ կա։ Նոր ստենտներ են պետք սրտի բնականոն աշխատանքը վերականգնելու համար։ Ինձ շատ լավ եմ զգում, եթե նոր ստենտների տեղադրման խնդիրը չլներ, այսօր նաև դուրս կգրվեի հիվանդանոցից։ Տեր հայրը հիվանդանոց տեղափոխվեց հինգշաբթի երեկոյան սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ։ Ինքնազգացողությունը վատացել էր հենց այն պահին, երբ մայր տաճարի մոտ լարվել էր վիճակը։ Մի կողմից կաթողիկոսին հանգստի կոչելու եկած եպիսկոպոսների աջակիցների, մյուս կողմից վեհափառին սատարողների միջև։ Տաճար ներխուժելու փորձանողներն ըստ Տեր Վրդանեսի ճեղքել են նույնիսկ ոստիկանական պատը։ Այդ խումբը, որ մոտեցավ պատին, ալկոհոլի հոտ էր փչում իրանց վրայից, խումբը սթափ չէր, հարբած վիճակում էին, խմբի մեջ ամենատենց ագրեսիվները, որ ես նկատեցի, Տավրոսներ Սաֆյան, Կարեններ Պետրոսյան, Դանիել անունով մեկը կարը տենց շատ ագրեսիվ, ամենաշատը նեղվեցի, երբ որ այդ զանգակատակը հայոյում էին եւ խացով ու սենց ձեռքի ափերով հարվածում էին մայրաթորի տաճարի դռներին։ Այդ օրվա տհաճ դրվագների բոլոր դետալները հիշում է քահանան, պատմում է, սաստիկ զայրացել էր, քանի որ այն ինչ տեղի էր ունենում, չտեսնված ու չլսված էր։ Մեկի տեսա, որ այդ բարձրացել է կաթողիկոսի գերեզմանին, հենց մայր տաճարի մուտքի մոտ տարիքով մարդ էր, մի մտքով չանցավ, որ օպերայի, բալետի, ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է, Դուրգարյանը, մոտեցա, ակամայից բարձացավ, որ իջեցնեմ իրեն այդտեղից, ասացի հարգելի Սոհանասուն չեք, ուր եք բարձացել, սենց, ու ինքը ձեռքով ասում էր մտեք ներս, հրեք մտեք ներս, էլի ես ձևի, տեսա, որ խոսքով չի հասկանում, ուսից քաշեցի, տենց հրեցի, ուղարկեցի ներքև այդ հատվածից։ Հետո Տեր Վրդանեսի պատմելով ամբողջը փորձել է տաճար ներխուժել, դիմադրության ամուր պատի է հանդիպել, հեռացել։ Ինչ է մտածում, էլի մայր տաճար ներխուժելու փորձեր կլինեն, հարցնում ենք։ Եթե վարչական ռեսուրսով իշխանության հովանավորչությունը չլիներ, իրենք երբեք մայր տաճարի բակ չէին գա, առավել եւս եթե իրենց պարտադրանք չլներ վեհապար հայրապետի մայրաթորի դեմ դուրս գալը եւ դա չպարտադրվեր Նիկոլ Փաշինյանի կողմից, իրենք երբեք այդտեղ չէին հայտնվի, իսկ այնտեղ իրենց գալը կախված չի իրենցից, այլ կախված է Նիկոլի իրանց վերադասի հանձնարարականից, որ ասի էլի կգան, էլի կբախվեն մեր պատին, էլի հետ կգնան։ Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ նիստի էր, երկրում չէր։ Ուղիղ եթերում պատարակ չեղավ։ Վեհափարի անունը զեղչող նոր հոգևորական ի հայտ չեկավ։ Չպարզվեց նաև ամեն կիրակի վարչապետի հետ շրջիկ պատարակի մասնակցող ՔՊ Թափորը այս կիրակի հոգևոր մղումներով պատարակի գնացել է, թե ոչ։ Իրենց աստվածը Նիկոլն է, եթե Նիկոլը չկա, այլ ուր պատարակի գնան։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։